Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին, Մարգարա համայնքում, որ արդեն խոշորացված համայնք է, եւ ուզում ենք այստեղից ուղեր ցղել բոլոր այն մարդկանց, ովքեր որ որոշակի մտահոգություններ ունեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ։ Նախ ուզում ենք ասել, որ Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է դարձնել, ինչպես Կարպիս Փաշյանն է ասում, Երուսաղեմի երկնային Երուսաղեմի դարպասները։ Մեր հարևան պետությունն է, մենք հասկանում ենք, որ վաղ թե ուշ սահմանները պետք է բացվեն։ Մենք գիտենք բոլորս, որ սահմանը Հայաստանի Հանրապետությունը չի փակել։ Մենք գիտենք բոլորս, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ կարող էր արել վերջին տարիներին, որ այս սահմանը բացվի, բայց սակայն այն չի բացվել, եւ մենք արդեն հստակ գիտենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից եւ Ադրբեջանի պահանջները չեն վերջանում, անդադար այդ պայմանները ավելանում են եւ այս սահմանն չի բացվում։ Սակայն մենք ուզում ենք ուրիշ բան ասել, որ մինչեւ այս սահմանի ֆիզիկական բացումը մենք ազգային ժողովում ներկայացնելու ենք օրենսդրական փաթեթ, որով բազմաթիվ հարցերում պաշտպանելու ենք ՀՀ քաղաքացուն, Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի անշարժ գույքի շուկան, Հայաստանի ռազմավարական օբյեկտները, արժեթղթերը, բաժնետոմսերը եւ ինչպես նաեւ բացի մեզ պաշտպանելը, նաեւ հստակ ուղերձ ենք հղելու, որ բոլոր մեր ունեցած հնարավորություններով մենք ուզում ենք, որ Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող մեր ռազմավարական օբյեկտներն ու ինստիտուտները դնել վտանգի տակ եւ ահա սրա համար է նաեւ որ շատ կարեւոր է որ մեր տնտեսվարողը գյուղացին ջերմոցային տնտեսություններ ունեցողները գործարարները ովքեր որ որևէ կերպ զբաղված են այստեղ բիզնեսով այս մարզում հիմնականում նաեւ լինեն պաշտպանված եւ ահա այս մեր ուղերձն ենք հղում մեր հետևորդներին եւ կոչ ենք անում հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր քվեարկելով Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին Հայաստանը պատրաստել այս սահմանի բացմանը։ Ոչ մի ուժ Հայաստանը չի պատրաստել, չի պատրաստում եւ չունի նախագծեր, չունի պլաններ մեզ պատրաստելու այս սահմանի բացմանը, որը պնդում ենք, որ վաղ թե ուշ այո բացվելու է։ Սակայն մենք հավելյալ որևէ նվաստացուցիչ զիջման նաեւ չենք գնալու այս սահմանի բացման համար։ Այս մի քանի կարևոր ուղերձներն ենք մենք ցանկանում այստեղ հղել։ Ես ընթացքում կավելացնեմ, բայց Կարպիսը ասելիք ունի, անցնենք։ Մինչև բուն թեմային անցնելը ուզում եմ ընդգծել, որ մեր քարոզարշավն այնց է դասավորվել, որ անցնում ենք բոլոր այն տեղերով, որտեղ ես ծառայել եմ։ Սկզբում Երասխ, որտեղ մարտական հերթապահություն եմ իրականացնում, այստեղ 4 ամիս եմ ծառայել։ Մնում է գնանք Ֆիզուլի, պարոն Մարուկյան։ Ֆիզուլի չեմ խոստանում, բայց Ագարակ Մեղրի գնալու ենք, որտեղ ես եմ ծառայել։ Այստեղ հա գումարտակ կա, դեռևս սովետական միությունից, տանկային աշտարակների գումարտակ, դրանք նախատեսված են եղել ՆԱՏՕ-ի ներխուժումը կասեցնելու համար։ Իսկ հիմա 5-րդ բանակային կորպուսն է, այստեղ ծառայություն իրականացնում։ Մի խոսքով, ջերմ ողջույններ իմ բոլոր հրամանատարներին եւ ծառայեկից ընկերներին։ Հիմա խոսենք հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Սա իսկապես շատ մեծ եւ շատ բարդ թեմա է եւ ինձ թվում է ավելորդ դրամատիզացված եւ չափազանցված։ Սա երևի թե Ժիրար Լիպարիցյանի թեթև ձեռքով, որովհետև անդադ մեր երիտասարդությանը քարոզվել է, որ եթե սահմանը բացվի, մենք կփրկվենք, որ եթե սահմանը բացվի, մենք տնտեսական թռիչք կարձանագրենք, մենք չենք կարող ապրել շրջափակումների պայմաններում։ Այս խոսակցությունները իհարկե իմաստ եւ նպատակ ունեն, այս խոսակցություններին ես եմ հավատացել, դուք էլ ժամանակին իմաստ ունեն այն ժամանակ, երբ որ կար Արցախը, երբ որ մենք հաղթած էինք, երբ որ մենք զբաղեցնում էինք 7 շրջանները եւ ունենք բանակցությունների առարկա, շատ լուրջ եւ ծանրակշիռ առարկա, բայց հիմա պարտված, ծեծված, ջարդված Հայաստանին բերել ու ասել, այ եթե սահմանը չբացես, կործանվես, ինձ թվում է ծիծաղել է, հատկապես երբ որ ամբողջ պատասխանատվությունը բարդում են հայ մարդկանց վրա, որ ասում են, այ տես, դու նայում ես Արարատին, դրա համար սահմանը չի բացվում։ Չգիտեմ, Թալինում կամ Արմավիրում այդ հատուկ այդ համայնքներն եմ ասում, որովհետև իրենց նախնիները սասունցիներ են։ Այո։ Հա, ասում են, եթե դուք հիշեք ձեր Էրգիրը, Արևմտյան Հայաստանը, հայկական պապերին, հա, ցեղասպանությունը հիշեք, հայ-թուրքական սահմանը չի բացվի։ Իսկապես այս սահմանի նշանակությունը շատ է չափազանցված, սրա տակ ուզում են ինչ-որ աշխարհաքաղաքական բովանդակություն դնեն, իբրև թե
հայ-թուրքական հարաբերությունները հակադրեն հայ-ռուսական հարաբերություններին, որ հայ-թուրքական սահմանը կբացվի եւ մենք վերջապես կվերագտնենք մեր ինքնիշխանությունը եւ կփոխվենք այդ անիծյալ ռուսներից, մեր ողերին դաշնակիցներից, հա, ինչ-որ sense տերմիններ են օգտագործում։ Այս ամենը իսկապես շատ վիճարկելի է ու չափազանցված ու միֆական։ Ոչ մի նման արդյունք, տնտեսական թռիչք, քաղաքական ինքնիշխանություն պետք չի ակնկալել եւ ընդհանրապես ես հավատարիմ եմ մնում են համոզմանը, որ մենք չպետք է մեր ինքնիշխանությունը պայմանավորենք աշխարհաքաղաքական դերակատարների հարաբերություններից, այսինքն մեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս-թուրքական հարաբերությունների մեջ, որովհետեւ այդտեղ մեզ ոչինչ չի կարող սպասել աղետից բացի։ Ուզում եմ նաեւ ընդգծել, որ այս վերջերս հանրային հեռուստաընկերության եթերով հայ-թուրքական սահմանի հետ կապված շատ մտահոգիչ հայտարարություններ եղան, խոսքը հարգարժան Արման Թաթոյանի մասին է։ Պետրոս Ղազարյանը հարց տվեց Կարսի պայմանագրի մասին, գիտենք, որ Արման Թաթոյանի ցուցակում կան մարդիկ, ովքեր վիճարկում են Կարսի պայմանագրի լեգիտիմությունը եւ ուզում են վերանայել եւ Արման Թաթոյանը խուսափելով եւ նահանջելով այդ հարցից ասաց, մենք քննարկենք։ Այդ քննարկելը իմ մոտ շատ մտահոգություն առաջացրեց, որովհետեւ Ինչքան էլ Կարսի պայմանագիրը մեզ համար հաջող չլինի, ինչքան էլ այդ պայմանագրով մենք տարածքներ կորցրած լինենք հայ-թուրքական պատերազմի արդյունքում, բայց Կարսի պայմանագիրն է նախանշում հայ-թուրքական սահմանը։ Եթե չկա Կարսի պայմանագիրը, չկա նաև հայ-թուրքական սահման։ Այդքանը չեն հասկանում։ Իսկ եթե չկա հայ-թուրքական սահման, նշանակում է ազատել Թուրքիայի ձեռքերը։ Այսինքն Կարսի պայմանագրի մասին առնվազն քննարկումներ չի կարելի անել քաղաքական տիրույթում, գիտական, պատմագիտական տիրույթում կարելի է։ Մեր պատմության մեջ, պարոն Մարոկյան, կա երկու փաստաթուղթ, որոնք շատ կարևոր են, բայց հայ ժողովուրդը մտավոր շրջանակները ատում են։ Մեկը նոյեմբերի 9-ն էր, որը Արցախին, հայկական Արցախին երկրորդ շանս պետքա տար ապրելու։ Չգիտես ինչի բոլորը ատեցին այդ փաստաթուղթը ներկայացնելով որպես կապիտուլյացիա եւ այլն, քաղաքական դերակատարները ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը սկսեցին պայքարել դրա դեմ։ Մյուսը Կարսի պայմանագիրն է, որը էլի ցավալի է, մերժելի է ինչ-որ առումով, մենք շատ տխրությամբ ենք հիշում, բայց կանխորոշում է այս երկրի սահմանները։ Չկա Կարսի պայմանագիր, չկա հայ-թուրքական սահման եւ կա Թուրքիայի էքսպանսիա դեպի արևելք։ Ինչևից է նորից եմ կրկնում, հայ-թուրքական սահմանի նշանակությունը պետք չի գերագնահատել եւ պետք չի Հայաստանի գոյությունը պայմանավորել այս սահմանի բացումով կամ փակ մնալով։ Այս սահմանը փակվել է, որովհետեւ մենք ազատագրել ենք Քարվաճառը։ Դրա պատճառով է փակվել։ Ու հիմա մեզ երեսով են տալիս։ Հիմա Քարվաճառը չկա, բայց սահմանը փակ է։ Պատասխանատվությունը բարդում են մեր վրա։ Այ, եթե մենք խելոք պահենք, սահմանը կբացվի։ Սահմանը խելոք մնալով չի բացվում, պարոն Մարոկյան։ Սա պետք է մարդկանց բացատրել։ Այն ժամանակ թուրքերը ասում են 4 գյուղ տվեք, սահմանը բացենք։ Հիմա ամբողջն ենք տվել, ամբողջ Արցախը տվել ենք, բայց ինչի չեն բացում, որովհետև հայ քաղաքական հանճարեղ միտքը նորից այդ ֆռիկների մեջ է էլի մտնում, չի ուզում հասկանա, որ հայ-թուրքական հարաբերությունները արկախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Մեզ թվում է, թե մենք կարող ենք սեփ խրել երկու թուրքական պետությունների միջև, որ Թուրքիան որպես մեծ եղբայր հավասարության նշան դնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այդպես չի լինում, այս ռոմանտիկ, հանճարեղ բաները պետք է թարգենք եւ իրատես լինենք։ Եվ ինչպես պարոն Մարուքյանն ասեց, մենք արդեն ինչ պետքա զիջել ենք եւ պատրաստ չենք ավելին։ Ես ուզում եմ այդտեղ հարցը շատ կտրուկ դնել։ Մենք չենք պատրաստվում զիջել մեր արժանապատվությունը, մեր ինքնասիրությունը, մեր ազգային արժեքները, ինչա թե սահմանը բացվի։ Այն ինչ որ պետքա տրվել, արդեն տրվել է, թող բացվի։ Եթե չի բացվում, ուրեմն թող չբացվի։ Լավ ձևակերպում էր։ Այսքաններ խնդրում եմ արձագանքեք հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ ձեր կարծիքներով, նաեւ տնտեսական մտահոգություններով, առավելություններով, տարբեր փորձագետներ տարբեր կարծիքներ են ասում, մենք էլ ունենք ուսումնասիրություններ եւ շատ լավ հասկանում ենք, որ եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը ազգային ժողով օրենքներ ընդունելով չպաշտպանի հայ մարդուն, հայ տնտեսվարողին Հայաստանում, ապա ֆունդամենտալ խնդիրներ են լինելու։
տնտեսական իմաստով, իսկ ազգային անվտանգության իմաստով բնականաբար բազմաթիվ մտահոգություններ կան եւ մենք դրանց դեմն առնելու ենք այն փաթեթներով, այն նախագծերով, որոնք որ մենք կներկայացնենք ազգային ժողովում հունիսի 8-ին։ Եվ ահա թե ինչու մենք մարդկանց կոչ ենք անում հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր, վերցնել թիվ 19 քվեաթերթիկը եւ 30 վայրկյանանոց քաղաքական ակցիայով, որը փակ է, գաղտնի է, ոչ ոք չի իմանում դա դուք ինչպես եք անում, քվեարկել Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին եւ պաշտպանել Հայաստանի Հանրապետության այս պարագայում տնտեսությունը, հայ գործարարին, հայ մարդու ինքնությունը, մեր ռազմավարական օբյեկտները եւ մեր ազգային անվտանգությունը։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Մենք Մարգարայում ենք։ Մեր հատուկ ռեպորտաժը Մարգարայից։